Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատախազությունը մերժել է միջնորդությունը։ Շիրակում վթարի հետևանքով 6 զոհերից 5-ը նույն ընտանիքից են, նոր մանրամասներ ողբերգական վթարից։ Միջազգային կազմակերպությունը պահանջում է Էդիտա Գզոյանին վերականգնել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում։ Խաղաղության կամուրջը կրկին մեկ սեղանի շուրջ է հավաքել հայերին ու ադրբեջանցիներին, Բաքվում կլոր սեղաններ են ընթանում։ Մահաբեր հարվածներ Լիբանանին, հրթիռային ուղերձ Իրանին, Բեյրութից Թեհրան, ինչ ուղերձ է հղում Իսրայելը։ Լոս Անջելեսում ապրիլը կրկին հայտարարել են հայոց պատմության ամիս։ Լոս Անջելեսի շրջանն ամիսը հայկական է հռչակում 10-րդ տարին անընդմեջ։ Գիտական դաշտն էլ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի շուրջ տեղի ունեցողը։ Հյուսիսային Ամերիկայի մերձավոր արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, պահանջելով թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին եւ երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է դժվարին եւ բարդ վիճակում, քանի որ ձգտում է վերջ դնել Ադրբեջանի հետ տարիներ տևած հակամարտությանը եւ հասնել հարաբերությունների կարգավորման։ Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող կախված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներից։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ստեղծման նպատակներից մեկը առաջին հերթին հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարն էր։ Ասոցիացիան կոչ է անում Հայաստանի կառավարությանն արագ գործել, վերացնելու գիտական անկախությանն անհիմն միջամտությունը։ Իսկ խաղաղության կամուրջը կրկին մեկ սեղանի շուրջ է հավաքել հայերին ու ադրբեջանցիներին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների խաղաղության կամուրջ նախաձեռնությունն ուղղված է խթանելու երկխոսությունը եւ Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումները։ Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, անցնելով սահմանազատված եւ սահմանագծված հատվածով եւ բոլոր համապատասխան սահմանային ու անձնագրային վերահսկողության ընթացակարգերով։ Ադրբեջան մեկնած հայկական պատվիրակությունը բաղկացած է 20 անդամներից։ Սակայն ընդդիմադիր քաղաքական դաշտը համոզված է, որ Ադրբեջանը նախընտրական զինադադարի մեջ է։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։ Մեզ պետք է խաղաղություն, որը պաշտպանում է մեր անկախ պետականության հիմքերը, մասնավորապես անկախության հռչակագիրը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է մեր ազգային միասնության ցեմենտն ու շաղախը, եւ մենք պնդում ենք, որ մեր ներքին հարցերը, մեր ընտրությունները, սահմանադրությունը, պետական խորհրդանիշները, պատմագրությունը մերն են բացառապես, ոչ մեկին թույլ չենք տալու խառնվել այդ հարցերի մեջ, մի բան, որ Նիկոլը անում է։ Զուրաբյանն անդրադարձել է նաև Հայ ազգային կոնգրեսի ու Ուժեղ Հայաստանի հետ դաշինքին, նրա խոսքով տարբեր պատկերացումներ ունեին հաջողության հասնելու ուղիների մասին, այդ պատճառով էլ չկայացավ դաշինքը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանն էլ հայտարարել է, որ եթե իրենցից կախված լինի իշխանափոխությունը, պատրաստ են գործակցության, իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, չի գնալու այդ գործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությունը։ Նախընտրական ակտիվ եռուզեռի շրջանում, երբ քաղաքական ուժերը հանդես են գալիս խոստումներով ու ծրագրերով, մարդիկ հիշում են նախկինում տված խոստումներն ու նայում գետնի վրա արված կամ չարված աշխատանքին։ 2021 թվականի արտահերթ ընտրությունից առաջ քաղաքացիական պայմանագիրը հանդես էր գալիս հստակ ձևակերպված խոստումներով՝ խաղաղություն, անվտանգություն, տնտեսական աճ եւ ուժեղ պետություն։ Մի քանի տարի անց նոր ընտրական փուլին ընդառաջ այդ խոստումները կրկին հայտնվել են հանրային քննարկման կենտրոնում, արդեն իրականության հետ համադրության մեջ։ Խոստումներ ու իրականություն, ինչ ունենք այսօր Սեդա Մակարյանի ռեպորտաժում։
2021-ի արտահերտ ընտրություններին քաղաքացիական պայմանագիրն ընտրողին դիմում էր հստակ խոստումներով՝ խաղաղություն, անվտանգություն, տնտեսական աճ եւ ուժեղ պետություն։ Այսօր մի քանի տարի անց այդ խոստումներն ու իրականությունը որևէ կետում չեն հատվում։ Նախընտրական փուլում իշխանությունը վստահեցնում էր Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, արցախցիների իրավունքների պաշտպանությունն էլ առաջնային էր համարում։ Սակայն ժամանակի ընթացքում այս մոտեցումը փոխվեց, շեշտը տեղափոխվեց միջազգային հարթակներ, իսկ պատասխանատվության ձևակերպումները վերանայվեցին։ Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա։ 86,000 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Հայ-ռուսական հարաբերություններ եւ ՀԱՊԿ 2021-ին հայտարարվում էր ռազմավարական գործընկերության պահպանման մասին, բայց հետագա զարգացումները ցույց տվեցին լարվածություն, սկսած ՀԱՊԿ-ի արձագանքների բացակայությունից մինչև փոխադարձ անվստահության աճ։ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում եւ շարունակելու է աշխատել պայմանագրային եւ փաստաթղթային բազայի էլ ավելի կատարելագործման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները։ Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ, դաշինք, որի անդամները պարզվեց, ոչ թե որ իրանց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը։ Դուրս կգանք, այդ դրանով է վախեցնում եք։ ԵԱՀԿ Մինսկի խումբ նախընտրական շրջանում այն ներկայացվում էր Արցախի հարցի կարգավորման հիմնական ձևաչափ։ Այսօր կառույցը փաստացի այլևս չկա, լուծարվեց Հայաստանի համաձայնությամբ, իսկ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումներ սրանից բխող քաղաքական հետևանքներով։ Խաղաղությունը, երբ որ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը կարծում եմ իրոք կարող է հարցեր առաջացնել։ Սփյուռք եւ Հայոց ցեղասպանության ճանաչում ԿՊ-ն խոսում էր համահայկական ներուժի համախմբման եւ ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական աշխատանքի մասին։ Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն, քրեական օրենսգրքով նախատեսված արարք։ Ցեղասպանության փաստը անքննելի է եւ անժխտելի։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Իսկ մեկ ամիս առաջ այդ թեմաներով խոսելու համար Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատվեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմի։ Տնտեսություն խոստանում էին գործազրկության եւ աղքատության նվազեցում, թեև արձանագրվել է որոշ տնտեսական աճ, խնդիրները շարունակում են մնալ հատկապես սոցիալական ոլորտում։ Աշխատատեղ չկա, ժողովուրդը մնացել են առանց աշխատատեղ։ Գյուղը աշխատանք չկա։ Առանձնապես են խնդիրները։ Գազը, ճանապարհները, աշխատանքի բացակայությունը, ցածր վարձատրություն աշխատանքի։ Նախընտրական ծրագրում ընդգծվում էր գիտության զարգացումը եւ նորարարության խթանումը։ Այս տարվանից արդեն կայացրել ենք որոշում եւ ինչի արդյունքում գիտության, գիտաշխատողների ֆինանսավորման աշխատավարձային ֆոնդը մինչեւ 2025 թվականը արդեն 4.4 միլիարդ դրամից կդառնա շուրջ 14 միլիարդ։ Սակայն ոլորտի ներկայացուցիչները շարունակում են խոսել խնդիրների եւ ֆինանսավորման բացակայության մասին։ Վերջերս էլ ազգային ժողովի որոշմամբ Գիտությունների ազգային ակադեմիան կորցրեց իր կարգավիճակը, դառնալով պարզապես խորհրդատվական կառույց։ Իշխանությունը խոստանում էր անկախ ու վստահելի դատական համակարգ, սակայն տարիներ անց դատական համակարգի շուրջ հանրային վստահությունը խնդրահարույց է, իսկ դատական գործընթացների շուրջ աղմկահարույց դեպքերը չեն պակասել։ Այսպիսով 2021-ի առանցքային խոստումները անվտանգությունից մինչև տնտեսություն այսօր կամ ամբողջությամբ չեն իրականացվել, կամ էապես փոխվել են ճանապարհին, իսկ նոր ընտրությանն ընդառաջ չկատարված խոստումներին ավելանում են նորերը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ 2 շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Գործընկերոջս հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթ Մինասյանի փաստաբաններն անցած շաբաթ դիմել էին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, խնդրելով կիրառել իր բացառիկ լիազորությունն ու վերացնել կալանքը։ Դատախազությունն էլ հայտնել է, թե Դավիթ Մինասյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի եւ Հակոբ Գյուրեղյանի միջնորդությունը հսկող դատախազը մերժել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Նոր մանրամասներ Շիրակում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին։ Վթարի հետևանքով մահացած 6 քաղաքացիներից 5-ը նույն ընտանիքից են։ Ըստ լրատվամիջոցների մեքենայի ղեկին եղել է ընտանիքի 31-ամյա հայրը, ուղևորները, կինը, մայրն ու 2 երեխան։ Նրանք Շիրակի Ջրառատ գյուղից էին։ Մյուս մահացածը 64-ամյա կին է, Շիրակի Սարակապ գյուղից։ Ղեկին որդին է եղել, որն այժմ բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վթարի հետո 5 երեխայի տեղափոխել են մայրաքաղաքի բուժ հաստատություններ։ Նրանցից 2-ի կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատում են ծանր եւ ծայրահեղ ծանր։ Իրանի փոխարտգործնախարարը Թեհրանում օտարերկրյա դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունը։ Նրա խոսքով Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունում է դիվանագիտությունն ու երկխոսությունը, բայց ոչ այնպիսի երկխոսություն, որը հիմնված է կեղծ տեղեկության վրա եւ հիմք է ստեղծում Իրանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ J.D. Vance-ը մեկնել է Պակիստան Իրանի հետ կայանալիք բանակցության համար։ Նա ասել է, որ անհամբեր սպասում են բանակցությանը։ Եթե իրանցիները պատրաստ են բարեխղճորեն բանակցել եւ ձեռք մեկնել, դա մի բան է։ Իսկ եթե նրանք փորձեն մեզ խաբել, ապա կտեսնեն, որ բանակցող թիմի մոլորեցներն այնքան էլ հեշտ չէ։ Նախագահը մեզ տվել է հստակ ուղեցույցներ, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները, ասել է Vance-ը։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ շտապօգնության եւ հրշեջծառայության մի քանի մեքենա է թիրախ դարձել Լիբանանի հարավում։ Լրատվական գործակալության հաղորդմամբ ավելի վաղ իսրայելցի զինվորականները սպառնացել էին հարվածել Լիբանանում գտնվող շտապօգնության մեքենաներին, մեղադրելով Հեզբոլլահին դրանք ռազմական նպատակներով գործածելու համար։ Լիբանանում ապրիլի 8-ը դարձավ վերջին տարիների ամենամահաբեր օրերից մեկը։ Իսրայելի ավելի քան 100 օդային հարվածներն ընդամենը մի քանի րոպեում փոխեցին վիճակը Բեյրութից Լիբանանի հարավային շրջաններ։ Պաշտոնապես թիրախը Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքներն էին, սակայն հարվածների մասշտաբն ու ինտենսիվությունը լուրջ հարցեր են առաջացնում։ Նպատակն արդյոք միայն ռազմական պատասխաններ։ Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ սա ոչ միայն Լիբանանին ուղղված հարված էր, այլև ուղերձ Թեհրանին իր ազդեցության գոտում գործող ուժերին սահմանափակելու նպատակով։ Այսպիսով Բեյրութում հնչած հրթիռները կարող են լինել ավելի լայն խաղի մի մաս, որի հետևանքները դեռ ամբողջությամբ տեսանելի չեն։ Մանրամասները ռեպորտաժում։ Պատերազմի ամենամահաբեր օրն է եղել ապրիլի 8-ը Լիբանանի ժողովրդի համար։ Ընդամենը 10 րոպեի ընթացքում Իսրայելը իրականացրել է ավելի քան 100 օդային հարված, թիրախավորելով Հեզբոլլահի դիրքերը։ Տեղատարապ հարվածներ են եղել ոչ միայն ռազմական օբյեկտների վրա, այլև խիտ բնակեցված քաղաքացիական տարածքներում։ Զոհերի թիվը տարբեր աղբյուրների համաձայն 200-ից 300-ն է եղել։ Ավերվել են շենքեր, ենթակառուցվածքներ, նույնիսկ կարևոր կամուրջներ։ Շատ աննախադեպ սաստկությամբ հրթիռագործումներ էին, միանգամից լայնածավալ հարձակումներ 100-ից ավել, որի արդյունքը շենքերի փլուզումներ, բնակարանների կանտումներ, փլադակների դիակներ, քաղաքացիներ, զոհեր, մեկ օրվա ընթացքում արձանագրվեց 254 զոհ, 1800 վիրավոր, շատ ահավոր դարողությամբ հարձակումներ էին։ Հատկանշական է, որ հարվածները սկսվել են Միացյալ Նահանգներ Իրան հրադադարի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց։ Այս համընկնումը վերլուծաբաններին հիմք է տալիս ենթադրելու, որ Իսրայելը կարող էր օգտվել ստեղծված ժամանակային պատուհանից Հեզբոլլահի դեմ առավել լայնածավալ գործողություն իրականացնելու համար։ Սա պայմանավորվել էր եւ իբրև ժամանակ, իբրև բահ համընկնեց Իրան, Միացյալ Նահանգներ հրադադարի շուրջ համաձայնության հրաբարակումի հետ։ Սա փաստում է այն մասին, որ Իսրայելը անհանգիստ էր այս համաձայնության, որովհետև ուներ առաջադրանք իրականացնելու
հարավային հատվածում անվտանգության կոդի եւ ընդհանրապես Հեզբոլլահը զինաթափելու Կանտահարյանն ընդգծում է Իրանի 10 կետանոց առաջարկի վերջին դրույթը ներառում էր նաև Լիբանանը, կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում։ Սակայն Իսրայելը հայտարարել է, որ հրադադարի համաձայնությունը չի վերաբերում Լիբանանին, փաստացի սահմանելով առանձին մեկնաբանություն գործընթացի շրջանակների վերաբերյալ։ Այս պաշտոնական գեցվածքը ворթեքրեց առնվազն դեկլարատիվ առումով Միացյալ Նահանգները Իրան ագարակը բնտեց, որ եթե գեդերից մեկը խախտվում է, դա նշանակում է, որ ընդհանրապես հրադադարը չի արգելվում եւ մասնակի վերստին փակեց Հորմուզի ճանաչքը, բայց դա չհաստեց, որ մեծ հաշվով մեծ համաձայնությունը չեղարկվի։ Պաշտոնական մակարդակում Իսրայելը հայտարարում է, որ հարվածների թիրախը եղել է Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքը, հրթիռային պահեստներ, հրամանատարական կենտրոններ եւ լոգիստիկ հանգույցներ։ Սակայն գործողության ծավալը հուշում է, որ նպատակը միայն պատասխան քայլը չէ, սա ավելի շատ հիշեցնում է ռազմական ճնշման արշավ, որի միջոցով փորձ է արվում զգալիորեն նվազեցնել Հեզբոլլահի գործողությունների ազատությունը հարավային Լիբանանում։ Իսրայելի հաշվարկներով այսօր Հեզբոլլահը շատ ավելի ուրեմն տկար է, նաև այն հանգամանքով, որ Իրանի հանդեպ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցեց Իսրայելի հետ թիրախավորելով Իրանը եւ այսպես նրանք փորձում են ավելի ճնշել Հեզբոլլահին, որ կան բանակցությունների կամ այդ զենքի Հեզբոլլահի զենքի խնդիրը լուծվի եւ այլևս Հեզբոլլահը վտանգ չդիտարկվի Իսրայելի կողմից։ Այս էսկալացիան ունի նաև ավելի լայն տարածաշրջանային համատեքստ։ Հեզբոլլահը դիտարկվում է որպես Իրանի ամենակարևոր դաշնակիցներից մեկը տարածաշրջանում։ Այդ պատճառով Իսրայելի գործողությունները շատ վերլուծաբաններ դիտարկում են նաև որպես անուղղակի ուղերձ դեպի Թեհրան։ Այս տրամաբանությամբ Բեյրութում իրականացվող հարվածները իրականում ունեն ավելի լայն հասցեատեր, ոչ միայն Լիբանանը, այլև Իրանը։ Իսրայելը այս ներկա ժամանակահատվածում չի համարում, որ պատերազմի դադարեցումը հաղթական կլինի Իսրայելի տեսանկյունից, որովհետև այս վարակայում Իրանն էլ, ինչպես որ տեսնում ենք, պակաս ուժային դիրքերում չէ, ամենևին Իրանը այդքան տկար պետություն չէր եւ նամանավանդ հաշվի առնելով, որ ներսից նույնպես խլրտումներ տեղի ունեցան ընդդիմության կողմից եւ այլն եւ այս Իրանի այս ժամանակահատվածում այդ ամուր դիրքը ամենայն թեպս այսպես դրական մթնոլորտ չի ստեղծում Իսրայելի քաղաքական էլիտայի ուրեմն շրջանակներում։ Այս փուլում հիմնական հարցն է, սա կդառնա արդյոք էսկալացիայի գագաթնակետ կամ նոր պատերազմի սկիզբ։ Եթե Հեզբոլլահն ընտրի պատասխան հարվածների քաղաքականությունը, տարածաշրջանը կարող է մտնել նոր ավելի վտանգավոր փուլ։ Իսկ եթե հակազդեցությունը սահմանափակվի, ապա հնարավոր է սա դիտարկվի որպես ուժի ցուցադրում զսպման նպատակով։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանն առաջարկում է Հորմուզի նեղուցով տարանցման վճարներն իրականացվեն իրանական ազգային արժույթով՝ ռիալով։ Վերլուծաբանները նշում են, որ Իրանը եւ Չինաստանն ակտիվորեն փնտրում են ԱՄՆ դոլարի համաշխարհային գերիշխանությունը նվազեցնելու եղանակներ։ Ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, Հորմուզի նեղուցի փակման ժամանակ ներդրված համակարգի համաձայն արևտրային նավերից տարանցիկ վճարները գանձվում էին չինական յուանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք վաղը ժամը 12-ին, բարի գիշեր։